Ես որ ես եմ վախեցած եմ։ Բանը կարող իմ երեխուն տան, իմ աղբոր երեխուն տան։ Օրգովի բնակիչները 2 շաբաթ է սարսափի մեջ են։ Մեսրոպը վախենում է անգամ երեխաներին բակում մենակ թողնել, երբ իմացել է, որ որդու համադասարանցու օրգանիզմում բարձր դոզայով թմրանյութ է հայտնաբերվել, ինչի հետևանքով երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Քննիչների ասելով, ասես սինթետիկ թմրամիջոց է, բայց ինչա չգիտեմ։ Օրգովեցի 12-ամյա աշակերտը մայիսի 29-ին երեկոյան է վատ զգացել իրեն։ Այդ օրը տղան դպրոցի մի քանի դասարանի աշակերտների հետ ուսուցողական այցով Կարին գյուղի տնկարանում է եղել։ Երեկոյան ավտոբուսով բոլորին վերադարձրել են գյուղ, դպրոցի բակ։ 12-ամյա աշակերտը դպրոցից քիչ հեռու խանութի մոտ հորն ու հորաքրոջ որդուն է տեսել, նրանց հետ մեքենայով տուն վերադարձել։ Եկել են հասել են այստեղ, իր հայրիկը, մեկ էլ հորքուրի տղեն խանութից ելել, երեխեն տեսել, ասել այնա, պապաս ու հորքուրից տղեն։ Հոգնած է, մեթամ նստեմ իրանց հետ, ավտոյով եթամ։ Մի քանի ժամ անց գյուղում լուր է տարածվել, տղան վատ է, ոչ ոքի չի ճանաչում։ Գնացել եմ մի քանի ժամ հետո, խաբարն եկավ, երեխեն մարդ չի ճանաչում, տեղափոխել են հիվանդանոց։ Ապշած են օրգովեցիները, ինչպես է թմրանյութը հայտնվել երեխայի օրգանիզմում, եթե ուսուցողական այցի ժամանակ դպրոցի տնօրենի խոսքով աշակերտները ոչ մի ակնթարթ իր եւ ուսուցիչների տեսադաշտից չեն անհետացել։ Մասնակցել է 21 երեխա եւ ուղեկցող ուսուցիչներ։ Գնացել են ժամը 12-ին եւ վերադարձել են արդեն բնակավայրում են եղել 17:15 կամ 17:20։ 12-ամյա տղան կերել է այն, ինչ մյուս երեխաները, ասում է Էդգար Չաթոյանը։ Իրենք իրենց կողմից հյուրասիրել են, քանի որ բարեգործական է։ Հյուրասիրել են, բայց գիտեք ինչ են հյուրասիրել, լավաշ, պանիր, վարունգ։ Տնկարանում պանիր, վարունգ, լոլիկ եւ քաղցրանուշ են կերել, բնական հյութ խմել աշակերտները։ Զարմանում են, գրեթե 2 տասնամյակ ուսուցողական այցով հանրապետության տարբեր դպրոցներից երեխաներ են հյուրընկալում, դեռ նման դեպք չի եղել։ Բացի Օրգով համայնքի դպրոցից ունեցել ենք եւս 2 խումբ, 2 դպրոցական խումբ, բոլոր երեխաները եղել են ուրախ, զվարթ եւ այդ օրը երեկոյան անգամ ուսուցիչը ժամ 8-ի սահմանում զանգել է ինձ, շնորհակալություն է հայտնել, թե ինչ բովանդակալից օր են ունեցել երեխաները, ինչքան գիտելիք են ձեռք բերել։ 2 շաբաթ է քննիչները Օրգով գյուղից դուրս չեն գալիս, հարցաքննում են բոլորին, անգամ երեխայի դասընկերներն են հարցաքննվել։ 3-4 օր քննչական, վարչություն, հարցաքննում են երեխեքին։ Ըստ շրջանառվող լուրերի, քաղցրի միջոցով է բարձր դոզայով թմրանյութը հայտնվել տղայի օրգանիզմում։ Ասել մի մոմեն սնունդի հետ է, հետո ասեն ծխելու հետ է։ 12-ամյա տղան 3 է դուրս գրվել հիվանդանոցից, տանն է, դեռ կարգին չի խոսում։ Ազգականներից մեկի խոսքով հիշողությունը չի վերականգնվել, խոսքը անտրամաբանական է ու անհասկանալի, նրա հետ հոգեբաններն են աշխատում։ Իր ծնողներն էլ չի ճանաչում, բայց ոնց որ դասարանցիներից մեր կողքուն մեկին բոյով ասե, մեկին կյաժը ասե, ոնց որ քիչ-քիչ չգիտենք էլի։ Արդյոք նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն երեխայի օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Կա հարուցված քրեական գործ։ Այս հարցերին քննչական կոմիտեն բանավոր չի պատասխանում։ Գրավոր հարցում ենք ուղարկել։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուշ։